հաճախ է պատահում, երբ տեսնում ենք կյանքում կամ մեր շուրջը որևէ անարդարություն և հարց է առաջանում. ինչու է Աստված թույլ տալիս, որ չարը հաղթի և բարին չակերտավոր պարտվի։ Ահա այս մասին Հիսուս մի առակ պատմեց ուսուցանելով. Երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ բարի սերմ ցանեց։ Երբ մարդիկ քնած էին, նրա թշնամին եկավ և ցանած ցորենի վրա որոմ ցանեց ու գնաց։ Երբ ցորենը բուսավ ու պտուղ տվեց, ապա երևաց նաև որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան ու ասացին նրան. «Տեր, չէ՞ որ քո արտի մեջ դու բարի սերմ սերմանեցիր, ուրեմն որտեղից է այդ որոմը»։ Եվ Տերն ասաց նրանց. «Թշնամի մարդ է արել այդ»։ Ծառաները նրան ասացին. «Կամենում ես, որ գնանք ու քաղենք, հանենք այն»։ Եվ Տերն ասաց նրանց. «Ոչ, գուցե որոմը քաղելիս ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք, թողեք, որ երկուստ էլ միասին աճեն մինչև հունձքը, և հնձի ժամանակ ես հնձողներին կասեմ. նախ այդ որոմը քաղեցեք և դրանցից խուրձեր կապեցեք այրելու համար, իսկ ցորենը հավաքեցեք իմ շտեմարանների մեջ»։ Ուրեմն այս առակը սովորեցնում է համբերություն և ժամանակ։ Այո, կյանքում գործում են և Աստված և չարը, իսկ մարդիկ հաճախ համագործակցում են բարու և չարի հետ։ Եթե ձեզ հետ նույնպես պատահել է իրավիճակ, որտեղ հանդիպել եք անարդարության, զգացել եք ձեզ պարտված կամ չեք ստացել այն, ինչ ակնկալում էիք, հիշեք այս առակը և մի կայացրեք րոպեական որոշումներ։ Համբերություն և ժամանակ։ Ահա բանալին։ Անարդարությունը հավերժ չէ, իսկ ժամանակը կարող է իրավիճակներ փոխել։ Դուք ձգտեք բարուն և լավին, Աստծուց ձեր երեսը մի դարձրեք, նրա ձեռքը բաց մի թողեք, այլ առաջ ընթացեք։ Մի պատմություն կա խխունջի և ճնճղուկների մասին։ Մի խխունջ վաղ գարնան մի սառը ու քամոտ օր սկսեց բարձրանալ բալի ծառի վրայով։ Հարևան ծառին նստած ճնճղուկները զվարճացան, նայելով, թե ինչպես է խխունջը դանդաղ սողում դեպի վեր։ Ճնճղուկներից մեկը չհամբերեց ու թռավ դեպի խխունջը և ասաց. «Միթե չես տեսնում, որ այդ ծառի վրա բալ չկա, ինչու ես բարձրանում»։ Իսկ խխունջը, շարունակելով վեր ընթանալ դեպի ծառի բունը, պատասխանեց նրան և ասաց. «Կլինի, երբ ես այնտեղ հասնեմ»։ Համբերությունը կյանք է, և ինչպես Սուրբ Գիրքն է ասում, և ձեր համբերությամբ դուք կփրկեք ձեր հոգիները։ Ուրեմն Տիրոջը ծառայեք, հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք։